process-ները արագացնելը կարծես թե ստացվում է ձեզ մոտ, բայց ընդհանրապես չի ստացվում իշխանափոխություն իրականացնել, եւ Իշխան Սաղաթելյանը խոսել էր սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչի ճակատ ստեղծելու մասին, այդ աշխատանքները ինչ փուլում են, ի վերջո ընդդիմադիրների հավաքը, հանդիպումները ինչու չի ստացվում։ Նախապես հայտարարված, օրինակ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ընդդիմության առաջնորդները պետք է Տեսեք, այդպիսի բան չի հայտարարվել, որ պիտի հանդիպեն, այլ հայտարարվել է, որ եթե լինի այդ հանդիպման կարիքը, այստեղ խնդիր չի լինելու, բայց մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ նորմալ շփում ունենք, եթե ինչ որ հարց պետք է լինի, քննարկում ենք, այստեղ ընդհանրապես որևէ խնդիր չկա։ Իսկապես երկու տարբեր թիմեր են, ինչքան էլ փորձել են մեզ, չգիտեմ, նույնացնել, կապել իրար հետ, չկա նման բան, տարբեր թիմեր ենք, բայց երկուսս էլ ընդդիմություն ենք ու այստեղ իրար հետ ինչ որ բան քննարկելու, խոսելու, ինչ որ դեպքերում համաձայնացնելու որևէ խնդիր չկա, տեսնում եք շփումն էլ նորմալ կա։ Տարբերություն կարողանք Նարեկ Կարապետյանը։ Չէ, իհարկե հենց այդ եմ ասում։ Տիպի վերաբերյալ ասում է, որ դա ճանապարհ է խոսույթը պետք է փոխվի, ձեր թիմը եւ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ դա միջանցք է Հայաստանի ճանապարհը։ Հենց դա եմ ասում, որ տարբեր թիմեր են, իհարկե պետքա տարբերություն լինի եւ հենց շատ ճիշտ եք ասում, ձեր նշած օրինակն էլ լավագույնս ցույց է տալի, որ այս նույն թիմը չի, տարբեր թիմեր են։ Այսինքն այն կեղծ թեզը, որ ամբողջ նախընտրական շրջանում փորձում էին այսպես կապել, որ բոլորը նույնն են, SNN-ն, հենց ձեր ասած օրինակով երևում է, որ դա այդպես չի, դա իրականում այդպես չի, ու մենք ունենք տարբեր մոտեցումներ, կարող է ինչ որ հարցերում ունենանք նաեւ ընդհանրություն, բայց այսօր տարբեր թիմեր ենք, տարբեր մոտեցումներ ունենք, բայց մի բանը երևի նույնն է, որ հասկանում ենք այս իշխանությունը չարիք է։ Քոչարյան, քանի որ ազգային ժողովի նիստերը սկսեց ձեր քաղաքական ուժը Տիգրանաշենից էր հարցադրումներ անում, եթե Փաշինյանը այնպես ստացվի, որ Տիգրանաշենը տա, որովհետև դուք ասիք երաշխավոր եք, որ չեք տալու, չհնչեցել այդ երաշխիքը, եթե տա, որ ձեր գործողությունները ո՞րն է լինելու, ինչ եք դուք անելու, փողոց եք գեներացնելու, որոնք են ձեր քայլերը։ Տեսեք, շատ ճիշտ եք նկատել մեր այդ պնդումներին, ամեն հարցին Տիգրանաշենի հետ կապված, ոչ մի հստակ պատասխան չէր տրվում, ըստ երևույթին չեմ բացառել, որ այս սահմանազատում կոչված գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել Տիգրանաշենը, եւ իմիջիայլոց նույն սահմանազատման հետ կապված ժամանակին մենք օրինակ խոսում ենք նաեւ, հարցը բարձրացնում ենք, ինչ սկզբունքով է որոշում, որ հատվածից սկսել, նույն Գիրանցի հետ կապված, ասում ենք, այդ ոնց է որոշվել, որ հենց Գիրանցից պետք է սկսի։ Իմ առաջարկը օրինակ քանի անգամ Արադ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի եղել է այն, որ մենք հողի վրա չանենք գործողությունները, քարտեզի վրա պայմանավորվածությունները լինի, մենք ընդհանուր դեմ չենք սահմանազատման գաղափարին, բայց քարտեզի վրա պայմանավորվածությունները ամբողջ գծի երկայնքով ունենանք, հետո նոր հողի վրա հայելային անենք, այսինքն եթե մեր պահանջն է, որ իրենք մեր սուվերեն տարածքից պետքա դուրս գան, Ջերմուկի մասում, Գեղարքունիքի մարզում, ներքին մի խոսքով այն տեղերը, որտեղ իրանք առաջ են, որ մենք կոպիտ ասած գցված չմնանք, մենք դուրս չգանք այն տեղերից, որտեղից իրանք են ուզում, իսկ իրանք այնտեղից դուրս չգան, իսկ մենք տեսնում ենք, որ իրանք բոլոր այդ տեղում ամրաշինական աշխատանքներ են անում ու այսպես մեղմ ասած չեն պատրաստվում դուրս գալ։ Բայց այս բոլոր հարցադրումները պատասխան չեն ունեցել, մի անգամ Նիկոլ Փաշինյանը այս իմ հարցադրմանը ասաց Կիկոսի ման է դարձնում։ Այնպես որ եթե մյուս ձեր հարցը վերաբերում էր ինչ ենք անելու Տիգրանաշենի մասով, այս բանը ես պատրաստ չեմ այդ հարցին հստակ պատասխանել, բայց միանշանակ գործողությունները տևել են։ Պարոն Քոչարյան, իշխանությունը եղադրումից ասում է բարեկրթություն է սահմանած, ձեր սրտով չի, խառնում եք իրար, որ էլի ծեծ, կռիվ, ղալմաղալ լինի ազգային ժողովում եւ փորձում եք ուժեղ Հայաստանին ու ԿՊ-ին հանել իրար դեմ, ամբիոնից է հնչել։ Դուք մասնավորապես ձեզ դիմելով ասում եք ԿՊ-ական падգամավոր, ասում է Լևոն Քոչարյանը։ Դուք ինչպես կմեկնաբանեք ամեն դեպքում փորձեցի ոնց կար փոխանցել։ Չգիտեմ ինչ, չգիտեմ կոնկրետ որ իմ գործողությունները նկատի ունենալով ասել ձեր նշած падգամավորը, բայց չկա նման բան, իմիջիայլոց նաև այստեղ եղել է Ռուբինյանը ասի, բան մեր համաձայնեցված բարեկրթության, մենք ոչ մի բանի չենք համաձայնվել, մենք ասել ենք բարեկիրթը դա մարդու տեսակն է, դաստիարակությունն է, անկախ ամեն ինչից, նաև արժեկանոնակարգի, падգամավորի էթիկայի մնացածի մի մասն է, բայց հենց ես եմ այս հարցը բարձրացրել, որ բարեկրթությունը միայն այս դահլիճով չի սահմանափակվում։ Միջալոց այսօր իրենք էլ են խոսում դահլիճից դուրս, ֆեյսբուքյան գրառումների մասին, բայց առաջին ես եմ ասում, եթե մի մարդ ամենալկտի ձևով, ամենավերջին ձևով նույն ֆեյսբուքում խոսում է մեզնից, ընդդիմադիրներից, հետո գանք այստեղ, այսինքն սենց այսպես իբր ոչինչ չի եղել,
Դրա համար չեմ կարծում, ինձ թվում է ինչ որ այսպես մի դրուկ կա, որ փորձեցին անել, չեմ կարծում, ճանաչելով իրենց, հետո ուրիշ կողմից էլի ասեմ, տեսեք ովքեր են հիմա նստած նախագահության մեջ, Արամ Վարդանյանին հանած քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Բոլորը այն մարդիկ են, ովքեր անցած խորհրդարանում աչքի են ընկել կոպիտ, որոշ դեպքերում լկտի, սխալ պահվածքով, ու իրենք հիմա հայտնվել են վերևը։ Հիմա այն նորերը, որ եկել են քաղաքացիական պայմանագրում, իրենք ինչ պիտի տեսնեն, պիտի ասեն, եթե դու այսպեսին ես լինում, հետո կարող ես հայտնվել վերև, այսպես առաջընթաց ունենալ, վերելք ունենալ, ու սա ինչ մեսիջ է տալիս էլի, դրա համար դա կեղծ է, այդ իրենց բարեկրթության առաջարկն էլ է կեղծ ու մնացած այսպես պուպուշ խոսույթը կեղծ է։ Բայց այսօր Հասմիկ Հակոբյանը ձեր հայոյելն էր մեջբերում որպես վատ օրինակ նախկին գումարման Նման բան եղել է, որի համար ես շատ վատ եմ զգում, ներողություն եմ խնդրում դրա համար, որ եղել է, բայց ամեն դեպքում դա ամբիոնից չի եղել, ուրիշ իրավիճակում է եղել ու ես չգիտեի, որ այդ ամեն ինչը տեսա ձայնագրվում է։ Այսինքն նիստը արդեն ավարտ էր եղել։ Չէ, նորմալ չի, բնականաբար այսպես ասեմ, այն ինչ ես ասել եմ, այսինքն ի պատասխան այդ մեղադրանքին, բնականաբար ես դա նկատի ունեմ, բայց այստեղ դրա վայրը չի ու ես չգիտեմ դուք այդ ժամանակ այստեղ եք թե չէ, որ դուրս եկա ու տեսնում ներողություն էի խնդրում, որովհետև անհարմար բան էր ստացվել ու նաև դրա համար հետո իմ հիշելով ովքեր այդ բանը եղել են մոտակայքում կանայք քաղաքացիական պայմանագրի падգամավորները, հետո ում տեսել ներողություն եմ խնդրել նաև այսինքն այստեղ Հասմիկ Հակոբյանին չեք տեսել փաստորեն այդ ընթացքում։ Փաստորեն չեմ տեսել կամ չեմ նկատել, որ ինքը եղել է։ Քաղաքական պատասխանատվություն չհաջորդեց ձեր այդ արարքին, պարոն Քոչարյան։ Նարեկ ջան, անկեղծ ինչքան էլ տես նաև սխալ համարեմ, դա չեմ կարծում, որ դա այն հարցն էր, որը պետքա, եթե խոսքը գնում է մանդատ վայր դնել բան, չեմ կարծում, որ դա այդքան էր։ Բայց օրինակ իշխանության ներկայացուցիչը նման օրինակ վարկ դրսևորեց մանդատը վայր դրեց։ Մի տարբերա չէ։ Ես այստեղ ինձ թվում է մի քիչ տարբեր է, այդ լրագրողի հետ կապված էր մնացածներ, դրա համար